Ռուբինյան, երեք երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից խոսում էր եւ այնպիսի արտահայտություններ արեց, որը ձեր սահմանած բարեբարբարության կանոնների շրջանակի մեջ չէր մտնում։ Կզցնել բառներ օգտագործում, ինչու չընդհատեցիք։ Որովհետեւ ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ընդդիմությանը վիրավորելու ուղիղ Չէ, բայց ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցի։ Այսինքն դուք Ի տարբերություն իդեպ ընդդիմադիր գործիչների, որոնք երեք առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացում արեցինք ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ որ ուժեղ Հայաստան խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ եւ մեր սերունդներին։ Բայց ինչեւ է օրինալ լինեն նրանք։ Հիմա երբ որ արդեն ծափահարում են, երբ որ Կատլուկոսի անունը Ավազանյանով Չեն ծափահարում, դմդմփացնում, դրանք տարբեր բառեր են։ Ձեր մասն է, երբ որ Ավազանյանով է կոչում, դուք ծափահարում Չէ, մենք ծափահարում ենք իրենց դմդմփացնելու։ Մենք սիրում ենք իրենք։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը ավարտեց, երեք Փաշինյանը վերջ դրեց այդ պրակտիկային ընդդիմություն իշխանություն։ Չգիտեմ, դե առնվազն ինչ որ մի հատվածում սկսվեց լռության տակ հնչել այդ անունը։ Չգիտեմ, չեմ կարծում, որ սա ամենակարևորը։ Ձեր բարեբարբարության այս կանոնը շարունակում է ձեր կարծիքով, թե ամեն դեպքում։ Իհարկե շարունակում, չեք զգում։ Ամեն ինչ։ Երբ ներողություն կարելի է ժողովուրդ այդ հայտարարությունը չեցրեց, մեծ աղմուկ բարձրացեց լիկաբար։ Էդ էլ էսպես Չէին կոնկրետ վիրավորել, որ դուք ասում եք ոչ մեկին։ Հիմա ինչ, այսինքն հիմա ձեր ասածը ինչն է։ Հանձնավորված էր, ասես դուք սրիկայաբար էս ինչ։ Իհարկե, էլի, հարգելի գործընկերներ, ասում եք ձեր վեհապարը պիղծ է, բայց դա կոնտեքստում է, չի ասում է ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն չի եւ հետեւաբար զբաղվում է պղծությամբ, հետեւաբար պիղծ է, դրա ինչն է վիրավորան։ նկատողություն եւ նույն պիղծ բառի համար արվեց նկատողություն։ Որովհետեւ կոնկրետ այդ դեպքում պիղծը բնականաբար վիրավորանք չէր, գնահատական էր մի մարդու, ով Աստծո առաջ ուխտ է տվել չզբաղվել անառակությամբ եւ զբաղվել է պղծությամբ։ Պղծություն չի, երբ որ բարձրաստիճան հոգեվորականը Աստծո առաջ տրված իր ուխտը կուսակրոն լինելու խախտում է, դա պիղծ բարի, պղծություն բարի, դասական, ներող, դե կթողեք ավարտեմ։ Սրիկայաբար բարը գնահատական չի, դա արդեն վիրավորանք է։ Գնահատական չէ՞։ Լսեք, ես հասկանում եմ, որ Ազատություն ռադիոկայանը դարձել է Էդգար Ղազարյանի փաստաբանը, ինչը շատ բան է խոսում Ազատություն ռադիոկայանը, ինչու պիղծ բարը կոնկրետ այդ կոնտեքստում չի համարվում վիրավորանք, շատ պարզ, որովհետև խոսում է այն մասին, որ բարձրաստիճան հոգեվորականը խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը եւ զբաղվել է պղծությամբ։ Ինչու է սրիկայաբար բարը վիրավորանք, որովհետև սրիկա բարը վիրավորանք է, հենց տենց, չգիտեմ, բառարանը բացեք, կարդացեք ինչի է վիրավորանք։